Համբուրգում կայանալիք G20-ին ընդառաջ Գերմանիայի կանցլերը ժամանել է Սոչի։ Վերջին 2 տարիների տետատետ ֆորմատի բացակայությունից հետո սա Մերկել-Պուտին առաջին հանդիպումն է և կայացել է Սոչիում, քաղաք, որն ասոցացվում է Պուտինի հետ։ Ընդամենը 1 ամիս առաջ պաշտոնական Բեռլինը հաստատել էր, որ այդ հանդիպումը հնարավոր կլինի միայն Ուկրաինայի հարցով Մինսկյան ֆորմատի բանակցություններում առաջընթացի դեպքում։ Մինսկ 2-ում որևէ փոփոխություն չկա։ Մերկելի այցը դե-ֆակտո սեփական պայմանի խախտում է և ցույց է տալիս, թե նախընտրական Գերմանիայի համար որքան կարևոր է աշխարհաքաղաքական պայթյունավտանգ իրավիճակի հանդարտեցումը։ Հանդիպման սկզբում Պուտինը հստակեցրեց, որ խոսելու են ոչ միայն երկկողմ հարաբերությունների մասին։ Մենք չենք կարող բաց թողնել այս հնարավորությունն ու չքննարկել բոլոր խնդրահարույց հարցերը, նկատի ունեմ Սիրիան և Ուկրաինան, գուցե նաև այլ տարածաշրջաններ։ Նախընտրական փուլում Մերկելը պետք է ամեն գնով միավորներ հավաքի ու էլեկտորատին ցուցադրի իր դիվանագիտական կամքի ուժը։ Սոչիում կանցլերը կփորձի հասկանալ Կրեմլի ու Սպիտակ տան դիրքորոշումները Ուկրաինայի հարցում, որտեղ հրադադարն այդպես էլ չպահպանվեց։ Որպես Մինսկ 2 համաձայնագրի երաշխավոր Մերկելը կձգտի ստատուս քվոյի պահպանմանն ու Մինսկյան համաձայնագրի բոլոր կետերի իրագործմանը։ Հանդիպումը կառուցողական էր, հույս ունեմ, որ Մինսկյան պայմանավորվածությունների կատարման դեպքում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կվերանան։ Լրագրողների հարցին պատասխանելով Վլադիմիր Պուտինը նշել է, որ հանդիպմանը քննարկել են նաև Սիրիան ու վերահաստատել Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում։ Նախագահ Ասադի վրա կարող է ազդել միայն իր սեփական ժողովուրդը, բայց այն մասնատված է։ Մեր նպատակը համապատասխան պայմաններ ստեղծելն է։ Այն է հրադադարի պահպանումը։ Սիրիական խնդիրն անշուշտ չի կարող կարգավորվել առանց Միացյալ Նահանգների։ Մենք այդ հարցում գործակցում ենք մեր ամերիկացի գործընկերների հետ։ Եթե նույնիսկ հանդիպման արդյունքն արդարացնի լավատեսական բոլոր կանխատեսումները, վերջնական որոշում Սոչիում չի կայացվի առանց նահանգների կարծիքը լսելու։ Մերկելի հետ հանդիպումից անմիջապես հետո Պուտինը հեռախոսազրույց է ունենալու Թրամփի հետ։ Գայանե Ղազարյան, ժամը լրատվական։